Հանրապետության նախագահի հանձնարարությամբ և ոստիկանության պետի միջնորդությամբ Երևանի քաղաքապետարանը բնակարաններ հատկացրեց այս տարվա հուլիսի դրամատիկ իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկաններ Գագիկ Մկրտչյանի և Յուրի Ստեփանոսյանի ընտանիքներին։ Դեկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գագիկ Մկրտչյանի և Յուրի Ստեփանոսյանի այրիներին հանձնեց անհատույց սեփականության իրավունքով նրանց հատկացված բնակարանների սեփականության վկայականներն ու բանալիները։ Մեր այս քայլը ապացույց է, որ միշտ ձեր կողքին ենք։ Յուրի Ստեփանոսյանն ու Գագիկ Մկրտչյանը զոհվեցին պետության առջև իրենց պարտքը կատարելիս, իսկ մենք պարտք ունենք նրանց ընտանիքների առջև, ասաց Տարոն Մարգարյանը։ Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ոստիկանության լեյտենանտ Յուրի Ստեփանոսյանն ու ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը զոհվեցին, որովհետև պատվի ու պարտքի բարձր գիտակցում ունեին, որովհետև ոստիկան էին, օրենքի և օրինականության պահապան, երկրի ներքին անվտանգության երաշխավոր։ Ոստիկանի ծառայությունն է այդպիսին, նաև զոհվել պարտքը կատարելիս, իսկ ողջ մնացածների պարտքն ու պարտականությունը նրանց հիշելն է, նրանց զավակների կողքին կանգնելը։ Ոստիկանությունը ձեր կողքին է լինելու միշտ, հավաստիացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը։ Պահը խորհրդանշական էր ու հուզիչ, իսկ բոլորից անհանգիստն ու հուզվածը փոքրիկ Մհերն էր, Գագիկ Մկրտչյանի որդին։ Ոստիկանության լեյտենանտ Յուրի Ստեփանոսյանն ու ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը վարձակալական հիմունքներով էին ապրում։ Նրանց երեխաները հիմա իրենց տունն ունեն ու նոր տարին նոր բնակարանում են դիմավորելու։ Թող նոր բնակարաններում միայն ուրախություն լինի, թող անկորուստ ու խաղաղ լինի այս երեխաների ապագան։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի դեկտեմբերի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են։ Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք, բացահայտվել է խարդախության 7 և գողության 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 2 և համակարգչային հանցագործության 1 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մայիսի 4-ին իրացնելով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները և համագործակցելով Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների հետ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է Արմեն Խաչատրյանը։ Նա դեկտեմբերի 17-ին ենթարկվեց էքստրադիցիայի։ Արմեն Խաչատրյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2007 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի սպանության փորձի խուլիգանության զենք զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, իրացնելու և փոխադրելու հատկանիշներով։ Դեկտեմբերի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ համատեղ հայտնաբերվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Արթուր Խաչատրյանը։ Խաչատրյանը 2013 թվականի ապրիլի 28-ին Ռուսաստանի Դաշնության Կիսելևսկ քաղաքի սրճարաններից մեկում որսորդական հրացանով կրակել է Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացու վրա ու սպանել նրան։ Արթուր Խաչատրյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, կատարվում է նախաքննություն։